Սիրելի հայրենակիցներ, մի փոքր շեղվելով այսօրվա օրակարգային թեմայից, բայց այնպես հարմար եմ գտնում անդրադառնամ, կարծում եմ ավելի կարևոր հարցերի։ Որն է լավ, որն է վատ, հավաքական մեր հայրենիքի, ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, եւ որն է սուտ, որն է իրական, եւ ինչու է իրականի քողի տակ սուտը քողարկվում։ Սրանք կարևոր հարցեր են, որովհետև իրապես կապված են մեր բոլորի ապագայի հետ։ Եկան իշխանության, ասում էին ապագա կա, ապագա։ Իհարկե լավ է դա, այո, ապագան շատ լավ է, որովհետև դա մեր սերունդներն են, մեր երազանքներն են, բայց ձեր դեպքում պետք է իրապես ասեիք ապագայել կա, ապագայել։ Ինչ եք խոստանում, ինչ եք բերել, փաթաթել մեր եւ մեր ժողովրդի վզին։ Ասում եք ապաշրջափակումը վատ է, իհարկե լավ է։ Իհարկե լավ է։ Իհարկե տնտեսական ինտեգրումը այլընտրանք չունի աշխարհի միտումն է, բայց լավ է, եթե միակողմանի պարտադրված չի, լավ է, եթե ապաշրջափակման քողի տակ տնտեսական փափուկ ուժի գործադրում չի կամ տնտեսական էքսպանսիա չի, լավ է, եթե ապաշրջափակումը միայն ձեր նեղ քաղաքական նպատակադրումը չի իշխանությունն ամեն գնով պահելու համար, լավ է, եթե փոխադարձ է, իրապես փոխադարձ, ոչ թե թրիփի ճանապարհի այլընտրանքը, որ իրենց խոստացել եք անխոչնդոտ անցում, ընդամենը ցորենի իրենց տարածքով փոխադրման թույլտվությունն է։ Հիմա ղազախական ցորենի մասին, պարոն Թունյան, իհարկե լավ է, որ մենք կարողանանք այլընտրանքային եղանակով պարենային անվտանգության հարց լուծենք, պարենային անվտանգության ապրանք բերենք ավելի որակով կամ ավելի էժան։ Բայց տնտեսական գնից բացի այս դեպքում առաջնայինը աշխարհաքաղաքական գինն է, որի մասին դուք ավելի լավ գիտեք, որտեղ ավելի եք տեղեկացված, քան ես, բայց չեք բարձրաձայնում, որովհետև ձեր դեպքում նեղ քաղաքական շահը գերակայում է ազգային շահին։ Բացի աշխարհաքաղաքական գնից, ինչ գին ենք մենք վճարում։ Վատ է, եթե այդ նվերը տրոյական ձիու տեսքով է։ Վատ է, եթե աշխարհաքաղաքական գինը մեր կենսական շահերի հաշվին է։ Չեմ հավատում, որ այդ գինը մեր կենսական շահերի հաշվին չի։ Բնական է դուք կհարցնեք, ինչու, որովհետև խոստացել էիք բերել համատարած երջանկություն։ Հայ մարդու տուն, որտեղ եք բերել համատարած երջանկություն։ Խոստացել էիք աղքատության մակարդակի կրկնակի կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում։ Խաբել եք։ Խոստացել էիք միջին կենսաթոշակը հավասարեցնել նվազագույն սպառողական զամբյուղին 2021-26 թվականներին։ Խաբել եք։ Տարբերությունն էական է 30-35 հազար դրամի չափով։ Թվերը կարող է մի քիչ էսկոմենկոմ լինի, այդ հարցին պատասխանելուց պարոն Թունյան, բովանդակությանն անդրադարձեք, հատուկ ձեր համար տեղ եմ թողնում, որ գոնե թվային մի փոքր սխալին անդրադառնաք։ Խոստացել էիք նվազագույն աշխատավարձը հասցնել նվազագույն աշխատավարձի չափին։ Նվազագույն աշխատավարձը, այո, դարձնեք նվազագույն սպառողական զամբյուղի չափին։ Չեք արել։ Իսկ նվազագույն թոշակն էլ պիտի դարձնեիք պարենային զամբյուղի արժեքի չափով։ Էդ էլ չեք արել, չեք անելու։ Դուք baby boom եք խոստացել, հայրենադարձություն։
երեք խոսեցի այդ մասին։ Ժողովրդագրական ցուցանիշները ձեր օրոք թռիչքաձև վատանում են։ Տնտեսական թռիչքաձև աճ եք խոստանում միլիարդավոր դոլարի ներդրումներ, բայց իրականում, երբ որ կովիդ համավարակն էր, մինչև պատերազմը 2020 թվականի 44 օրյա, մեր երկրում կրկնակի անգամ տնտեսական անկումը գերազանցեց միջին տարածաշրջանը, որտեղ դուք ապիկար կառավարողներ էիք, որտեղ դուք օղիով էիք ուզում կովիդը հանել եւ հետևանքները վերացնել, ինչը բնականաբար չստացվեց։ Հետո դուք մեղադրեցիք կովիդին, արտաքին էֆեկտներին։ Իսկ երբ որ արտաքին էֆեկտով ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում դրական ազդակներ եղավ տնտեսության մեջ, պարոն Թունյան, մի օր չասեցիք իրականությունը, որ այդ բարձր տնտեսական աճը, թռիչքաձև աճը ձեր հետ ուղղակի աղերս չունի եւ արտաքին գործոնի ազդեցությամբ էր։ Հա, այստեղ չմոռանամ, որ մի օր հարմար լինի այն 2.6 միլիարդ եվրո Եվրամիությունից գումարը, որ պետք է ստանայինք, ինչքանը ստացանք, որտեղ ծախսվեց, ինչ եղավ։ Միլիարդավոր կապիտալ ներդրումների տեղը կանրադառնանք նաև կապիտալի փախուստի աճող միտմանը։ Նպաստից աշխատանք եք խոստանում, ՓՄԶ-ների արտոնությունները վերացրիք, օբյեկտիվ արտոնությունները բեռը կրկնապատկեցիք, հարկատուն հերոս է, բայց զարման իհարկե լավ է, որ հերոսների շրջանակն եք ընդլայնում, բայց հերոսին չեն հարստահարում, հարկային տերորի չեն ենթարկում, տուգանքի մատերիալ չեն դարձնում, որտեղ դուք հակառակի մասին եք ասում, իսկ տուգանքի մատերիալ, այո, կարմիր գծերը կան, շատանում են, արագաչափերը կան, շատանում են, եւ ասեմ ձեզ, որ կարմիր գծերի նաև վճարի արժեքն եք պատիկներով ավելացրել Երևան քաղաքում օրինակ։ Տրանսպորտի բարեփոխումներ եք խոստանում նոր որակ, մի հատ հանրային տրանսպորտից օգտվեք։ Տեսեք այդ ձեր նոր որակը, որ 50% գինը բարձրացրիք ու փաթաթիկ ժողովրդի վզին տուգանքի պարտադրանքով։ Մի հատ գնացեք տեսեք, ինչ չափով եք այդ որակը բարելավել։ Մի հատ առավոտները տեսեք կարող են մարդիկ նստել տրանսպորտ, ոչ թե սողոսկել, կամ որ նստում են, ինչ գնով են նստում։ Եկամուտների թափանցիկություն եք խոստանում, այս դեպքում քավորը դուք եք, պարոն Թունյան, ստվերի կրճատման համար, բա ինչ եք զատնի դնում, բա ինչի տապալեցիք այդ բարեփոխումը, բա այսօր արտահերթ նստաշրջանով գալիս եք իմ 2 տարվա ասածը, որ անեք, բա 2 տարի առաջ անեիք, մարդկանց վզին չփաթաթեիք։ Ինչը ձեր համար լավ է, պարոն Թունյան, եւ մեծամասնություն սահմանադրական, մեր ժողովրդի համար որպես կանոն վատ է։ Ճշմարտությունը, թեկուզ եւ դառը, ավելի լավ է, քան ձեր սուտը եւ պոպուլիզմը, թեկուզ միշտ որպես քաղցր ներկայացմամբ։ Ի վերջո լավն ու վատը Աստված գիտի, եւ այո, ես վստահ եմ ամենաշատը հենց դրանում, որ Աստված սարը տեսնելու է եւ դրա վրա ձունը դնելու է մի օր։ Հիմա իմ հակադարձ հարցը ձեզ, քաղաքական մեծամասնություն, ասեք ձեր 2021-26 թվականի ծրագրի որ տոկոսն եք կատարել, որն եք խաբել, եւ հաշվարկեք հետեւյալ սկզբունքով, որ նորից չմանիպուլացնեք, քանի խոստում չեք կատարել եւ այդ խոստումներից յուրաքանչյուրը կշռեք, թե մեր բնակչության քանի տոկոսին է վերաբերում։ Եվ վերջում ասեք հիմա դուք հին եք, թե նոր, որովհետև դուք խոստացել էիք, որ Արցախը Հայաստանը եւ վերջ, անջատում հանուն փրկության, լավ է, ոչ, դա երազանք է,
իսկ հիմա դուք իրավունքի գերակայություն եք խոստացել եւ ժողովրդավարություն, դուք արդարություն եք խոստացել։ Ավարտեք։ Ընտրովի արդարադատություն, խոսքի նկատմամբ տերոր, շուտով նաեւ դուք այլակարծությունը արտահերթով քրականացնելու եք։